Գործակցության հուշագիր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Կերոն զարգացման հիմնադրամի միջև մեկնարկում է տաղանդների ֆոնդ նախագիծը։ Մեր երկիր կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այստեղ երկարաժամկետ ապրելու, նվագախմբի կազմում աշխատելու եւ իրենց փորձով ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով։ Հերթական մեկ քայլ ենք անում պետություն մասնավոր համագործակցության, բեղմնավոր համագործակցության գործընթացում։ Մեզ մասնագետներ պետք են բոլոր ոլորտներում։ Այստեղ մենք խոսում ենք շատ դիպուկ ուրեմն երաժիշտների մասին, այդ երաժիշտները, որոնք կգան Հայաստան, պետք է անցկացնեն դասեր եւ ընդհանուր առմամբ ստեղծեն միջավայր, որտեղ գիտելիքի փոխանցումը կլինի ավելի ճկուն։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կարևորում է նախագիծը, նշում այն երաժշտական դպրոց ձևավորելու եւ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ կողք կողքի քայլելու հրաշալի հնարավորություն է։ Ունենք 5 երաժիշտի կարիք, դա պիկոլո ֆլեյտան է, ֆագոտը, խոսքը գնում է սոլո ձայների մասին, առաջինների, գալարափող, շեփոր եւ տրոմբոն։ Ուզեցել ենք, որ մեկը գա ապրի Հայաստանում եւ նվագելով մեզ մոտ, նախ որ նվագախմբի որակը նույնպես մի քանի աստիճան նորից կբարձրանա, այս երաժիշտները պետք է դասավանդեն հայ երիտասարդներին։ Կերոն զարգացման հիմնադրամն իր առջև հստակ նպատակ է դրել մեր երկրում փոխել մշակութային կյանքը եւ տաղանդների ֆոնդն այդ կարևոր առաքելության իրականացման քայլերից մեկն է։ Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նման մեկ դար եւ ավել կառույցների պատմություն ունեցող կառույցների հետ աշխատելը, նման մեր երկրի հանրահռչակումը նաեւ դրսում իրականացնող կառույցների հետ աշխատելը եւ հուսով եմ եւ վստահ եմ, որ մեր համագործակցությունը իսկապես տարիներ անց նման համագործակցությունների արդյունքը ցավոք կարճաժամկետ չես տեսնում, ինչքան երկար ժամանակի ընթացքում կերևա։ Այն աջակցությունը, որ նախարարությունից, պետությունից մենք ստանում ենք, պետությանը մենակ չթողնել եւ նաեւ մասնավոր հիմնադրամները եւ ընկերությունները կարողանան 100-ամյակի տարելիցի շրջանակներում ել ավելի համախմբվել եւ այնպես անել, որ 100-ամյակից հետո հաջորդ դարը ել ավելի կայուն ու ամրապնդված որակական առումով ավելի բարձր մակարդակով տանենք դեպի առաջ։ Կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունների միջոցով ձևավորվում է ապագայի հզոր ռեսուրս, ֆոնդ, իսկ նախագծի արդյունքները վստահ են տեսանելի կլինի 10-ից 15 տարի հետո։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։